Թեթև ձախերը տեղից գնաց, հանգիստ գցում ես։ Եթե նախորդ շաբաթվա յուրատեսակ խորհրդանիշը Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծի անժամանակ մահն էր, ապա անցած 7 օրերի ամենահիշվող տեսարանը դարձան գործարարի սեփականություն հանդիսացող Օլիմպիավանի կապարակնքված դռների մոտ մարզվող տասնյակ երեխաները։ Երեխեքին հանեկցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, հիմա էլ պատրաստվում են աշխարհի մրցումների, ինչ անում է պետությունը։ Պետությունն այս շաբաթ որոշեց ուղղակի կառավարում հաստատել Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանում 5-շաբթի օրը հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն բավարարել է դատախազության ոչ միայն Արարատ ցեմենտին, այլև Ծառուկյանի ողջ ունեցվածքին վերաբերող հայցը։ Նույն հայցով դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, նաև 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոց։ Եվ քանի դեռ իշխանությունները լրջորեն լցված են Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի ունեզրկման գործին, կտրուկ աճում է մեկ այլ գործարարի, Հայաստանի խոշորագույն բջջային օպերատոր Viva Armenia և Թեղուտի հանքավայրի սեփականատիրոջ ազդեցությունը։ Հայաստանով անցնող թրիփ նախագծի ամերիկյան հիմնադրամը կղեկավարի Խորհրդային Միությունում ծնված Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Պետդեպարտամենտը անցած ուրբաթ արդեն հաստատել է նրա նշանակումը Trip Plus հիմնադրամի ղեկավարի պաշտոնում։ Սոկոլովը ծնվել է 1975 թվականին Ռուսաստանում հրեաների ընտանիքում, ավարտել Սանկտ Պետերբուրգի համալսարանը, Խորհրդային Միության փլուզումից հետո 21 տարեկանում տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Դեմ չկա, որոշում ընդունվեց։ Հայաստանի կառավարությունը թրիփի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրը հաստատեց Սոկոլովի նշանակումից մի քանի օր անց, եւ դա չնայած այն հանգամանքին, որ Արդարադատության նախարարությունը հանդես էր եկել որոշակի վերապահումներով։ Դրանք վերաբերում էին Թրամփի ուղու երկայնքով սահմանապահ ստուգումները մասնավոր ընկերությանը վերապատվիրակելու դրույթին։ Հարկ է նշել, որ պետական սահմանի մասին օրենքի համաձայն Հայաստանի սահմանով անձանց տրանսպորտային միջոցների, բեռների եւ այլ գույքի բաց թողնումն իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները եւ մաքսային մարմինները։ Ուստի համապատասխան փաստաթղթերի ստուգման եւ պետական սահմանով բաց թողնման լիազորությունները վերապահված են բացառապես պետական մարմիններին։ Հայաստանի ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակներում համոզված են Երևանն Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ շարժի սահմանապահ եւ մաքսային վերահսկողությունը համաձայնել է հանձնել մասնավոր ընկերությանը բացառապես պաշտոնական Բաքվի ճնշման տակ։ Ադրբեջանի cargos and Ադրբեջանի citizens Ադրբեջանական բեռները եւ ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ։ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հնչել էր ուղիղ 1 տարի առաջ 2025-ի հուլիսի 20-ին Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի ընթացքում։ Այս շաբաթ Ալիևը կրկին Շուշիում էր։ Մինչև քաղաք ժամանելը, սակայն Ադրբեջանի նախագահը շրջում էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, շփվելով ադրբեջանցի վերաբնակիչների հետ։ Կարծում եմ այլևս անհրաժեշտություն չի լինի, բայց երբ անհրաժեշտ լինի, բոլորը պետք է իմանան, որ երկաթե բռունցքը գործի կդրվի։ Բաքվից հնչող այս վատ քողարկված սպառնալիքներին զուգահեռ այս շաբաթ պահպանվում էր ճգնաժամը նաև Երևանի եւ Մոսկվայի հարաբերություններում։ Շաբաթավերջին Ռոսսելխոզնadzորը դիմեց Իրանի իշխանություններին, խնդրելով դադարեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը։ Պատճառն այն էր, որ Մոսկվայում վստահ էին իրանական ծաղիկների անվան տակ ռուսական շուկային մուտք գործում հայկականները, այն որ Իրանը ռուսական պատժամիջոցների շրջանցման հիմնական ուղի է դառնում եւ ոչ միայն ծաղիկների համար այս շաբաթ խոսում էին նաեւ երևանյան մեծածախ շուկաներում։ Նույն Ծիրանը, մեր Ծիրանը, մեր պամիդորը, դա Ռուսաստան հիմա։ Հիմա դա Ռուսաստան, չէ՞ Ադրբեջան։ Ծիրանը ֆուրը բարձում է դա Պարսկաստան, Պարսկաստանից Ադրբեջան, ֆուրը փոխում է դա։ Զարտուղի ճանապարհով Ռուսաստան մուտք գործելուց բացի հայկական ապրանքների համար աստիճանաբար ավելի հասանելի է դառնում նաև եվրոպական շուկան։ Համենայն դեպս 5-շաբթի օրը կայացած կառավարության նիստի ժամանակ դա էր պնդում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու վերաբերյալ։ Մեր տնտեսվարողը ստանալու է կոդ,
ոչ մի բան, մի հատ կոդ է էլեկտրոնային ստանալու, որի մեջ այդ ամբողջ պատմությունը կա, այսինքն քանի դեռ ինքը չի զրկվել այդ կոդից, ինքը այդ կոդով, մենակ այդ կոդով, որը մուտք է անելու այդ համակարգ եւ ցանկացած երկրում Եվրոպական միության եւ Երևանից այդ կոդը մուտք են անելու, տեսնելու են այդ կազմակերպության բոլոր տվյալները եւ ինքը կարողանալու է արտահանում իրականացնել, այս արդեն իրական թվայնացումն է։ Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սակայն նույնքան ոգևորված չէր։ Փաստաթղթային շրջանառության այդ թվում ԵՄ-ի հետ խնդիրը լուծեցինք, ենթադրենք, ու ստացանք կոդ։ Այդ կոդը նաև ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով եւ այդ կապարակնքով անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք կանում։ Մենք կապարակնիկների հարցը այդպես էլ չլուծեցինք, որովհետև ես երբ որ լսում եմ հանրային քննարկումները եւ մեր բեռնափոխադրողների մարշրուտի փոփոխության ռիսկը, որ իրանք ներկայացնում են, այսինքն սովոր էին մի ուղու, հիմա մենք իրանց ասում ենք հարգելի գործընկերներ, այս ուղիով ինչի չեք գնում, ու երբ որ իրանք բացատրում են կամ ռեակցիա են տալիս, հասկանալի է դառնում, որ հիմնական խնդրումը մեր ապրանքների հետագծելիությունն է, որովհետև այդ կոդի տակ մաքսավորը եթե չի տեսնում կապարակնիկ էլեկտրոնային, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ օրինակ հավ։ Երեք այցելեցի բնության պետական թանգարան։ Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ եւս հիշեց թռչուններին, ճիշտ է, ոչ արտահանման ենթակա։ Պարզվում է, որ այն թռչունը, որին մենք տեսնում ենք Սևանում, տարբեր ջրային ավազանների մոտակայքում եւ որին ճայ ենք անվանում, ընդհանրապես ճայ չի, թռչունի անունը, այլ որոր է, իսկ ճայը բոլորովին այլ տափաստանային ագրավազգիների թռչուն է։ Հուլիսի 10-ին մեկնարկած արձակուրդը, սակայն Փաշինյանը սկսել էր ոչ թե օրնիտոլոգիական հետազոտություններով, այլ լեռնագնացությամբ Սյունիքի մարզում։ Հասնում ենք գագաթես։ Հայաստանի վարչապետն այս շաբաթ ներքևում էր թողել ոչ միայն ներքաղաքական անցուդարձը, ռուսական պատժամիջոցների չդադարող շարանն, այլև իր դեմ ներկայացված դատական հայցերը, որոնցից մեկի պատճառը հունիսի 11-ին հնչեցրած այս հայտարարությունն էր։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Իսկ շատ վիրավորական էր այդ արտահայտությունը։ Իմ համար շատ վիրավորական է, որովհետև ես իսկապես ընտրել եմ հանուն փոփոխության։ Հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանին չընտրած ու վարչապետի հայտարարությունից վիրավորված Լուսինե Ավագյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքացիական դատարաններ կացրած հայցադիմումում Ավագյանը նշել է, որ ինքը ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացի է, եւ Փաշինյանի հայտարարությունը, թե ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքով են քվե ստացել, չի համապատասխանում իրականությանը, արատավորում է իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը։ Ես իսկապես որպես իրավաբան զարմանում եմ, ինչու պետք է մի ամբողջ ժողովրդի հսկայական մասի, չէ՞ որ բոլորս գիտենք 50%-ը շեմնել չի հաղթահարել։ Մնացած մասին համարել հանցագործներ։ Արձակուրդ մեկնելուց առաջ, սակայն Փաշինյանն ինքն էլ հասցրեց դատի տալ իր երկու նախկին թիմակիցներին, 7-րդ գումարման խորհրդարանի падգամավոր Իմ քայլը խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանին եւ Ելք դաշինքի նախկին ղեկավար անդամ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին։ Վերջինիս մեղքը Փաշինյանին պուճուր ընտրակեղծարար անվանելն էր։ Ինքը ինձ է դատի տվել, իսկ ինձ որ դատի է տվել, դա նույնն է ոնց որ ինչ անես, չգիտեմ։ Գնաց ասենք Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղաս, էլի, ասենք անիմաստ։ Երբ հայտնի դարձավ, թե որքան գումար է պահանջում Լուսավոր Հայաստանի առաջնորդից Նիկոլ Փաշինյանը 6 միլիոն դրամ, Մարուքյանն այլ սպորտաձևի անցավ։ Թե որտեղ էր հովանում Էդմոն Մարուքյանը հայտնի չէ, հազարավոր երևանցիներ անցած կիրակի Վարդավառի տոնին միմյանց ջրում էին Հանրապետության հրապարակում, ինչպես հետո պարզվեց իրենց իսկ վճարած հարկերի հաշվին։ Մոտ 200 միլիոն դրամ կամ մոտ 550,000 դոլար, այսքան է արժեցել այս տարվա Վարդավառի նոր փառատոնը քաղաքացիների համար, որ հրապարակում նշվեց տոնական համերգով, ջրցան մեքենաներով եւ փրփուր փարթիով։ Մարդիկ նաեւ ուզում են տոներ, մենք չենք կարող որպես քաղաքային իշխանություն ասել դե որ մենք ասել ենք մետրո կամ չգիտեմ կանգար, ուրեմն մոռացեք որևէ այլ բան քաղաքում չի լինելու։ Մենակ աթոռը կդնենք, նստեք, կասենք շատ լավ է։